Առավոտ է։ Այսօր մայիսի 22-ն է։ Դպրոցական վերջին զանգի օրը այս տարվա։ Կրթությունը իմ ընտանիքում, իմ հայրական ընտանիքում եղել է գերարժեք։ Բայց այսօր ոչ մի զգացում չունեմ։ Ինձ համար շատ սովորական օր է։ Անգամ դպրոց չեմ գնա նայելու։ Կզբաղվեմ տնային գործերով։ Շարժվելը, քայլելը, ձեռքի ցանկացած աշխատանք ռեալ օգնում է հաղթահարելու հուզական ապրումը այդ պահին, օգնում է լիցքաթափվելուն, օգնում է այդ պահերը անցկացնելուն, ապրելուն։ Կյանքում ոչ մի իմաստ լինելուց բացի չկա։ Ապրելու իմաստը լինելու մեջ է։ Եվ ոչ մի գաղափար, ոչ մի վեհարժեք, ոչինչ չի կարող բռնել դրա տեղը։ Իսկ ինչի համար են զանազան թե հոգևոր տեսությունները, թե խարիք մեկնաբանությունները ուղղված են մարդու գոյությունը պահպանելուն։ Այսօր առավոտյան անձն եմ առել հերթական հաց թխելու, ճաշ պատրաստելու գործը, որովհետև դա է մնացել մանր առօրյա կրկնվող գործողությունները, որոնք ուղղված են ինքնախնամքին, ապրելուն, սնվելուն, պարզ գոյությունը ապահովելուն։ Երբ վշտի ալիքը բարձրանում է, իսկ դա հիմնականում լինում է գիշերը, երբ մեր գիտակցությունը մթնում է, հոգնում է, դադարում է մեր համար բացատրություններ և իմաստներ գտնել կյանքի համար, ենթագիտակցությունը և այնտեղ ապահովված մեր ամբողջ տպավորությունները, մեր ամբողջ հիշողությունը, մեր խմորված, չափրված տրավմաները գլուխ են բարձրացնում։ Ուրեմն ինչ պետք է անել, որը շատ դժվար է, բայց միակ միջոցն է։ Բոլոր դեպքերում թողնել, որ էմոցիան լինի, ապրումը լինի, լացը լինի,
կարևոր է մենակ չմնալը։ Եվ այդ ամենից հետո, երբ հաջողվում է հանդարտվել, որովհետև մարդու ֆիզիոլոգիան այնպեսին է, որ դա էլ մշտական չի։ Մարդու ուղեղը այդ լացից հետո հանգստանալու, թմրելու ունակություն ունի։ Դրանից է, որ հաջորդ օրը մի քիչ կարծես հաշտ ես սկսում օրդ, որովհետև հերթական անգամ քնեցվել են ծանր հիշողությունները, ծանր հարցականները, որ կախվել են օդում և անպատասխան են մնացել, ինչու կյանքը արժանի ձևով չդասավորվեց այնտեղ, որտեղ դրա ամենաշատ իրավունքը կար։ Երբ ամբողջ կյանքում, թե ես, թե իմ երեխաները, թե մեր ընտանիքը կյանքը կառուցել էինք ազնվության, արդարության, մարդկային վեհ արժեքների, մարդասիրության, լավատեսության հիման վրա։